հիմա խախտում եք իմ իրավունքը, ինչպես խախտվել է։ Եկեք ասուլիսի կանոնի մեջ մնանք։ Համեցեք։ Եկեք Հակոբյան, դուք նշում եք Միքայելը կապչում, հա, ոչ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց նախկինում կառավարությունը Միքայել ուներ գրասենյակ, որը շատերի գնահատմամբ տրվել էր ապօրինի, քանի որ ոչ թե տրվել էր ձեզ, որպես վարչապետ։ Ես ձեզ խնդրում եմ, չգիտեմ որ լրատվան, ոչ, որովհետև արդեն սխալ է, օրագիր նյուզ, սիրելի թանկագին օրագիր նյուզ, սխալ ինֆորմացիա ոչ միայն տպագրում եք, այլև դեմ դիմաց ասում եք, իհարկե չենք ունեցել, երբևէ Միքայել, եթե դուք հետևեք, ոչ, չի եղել այդպիսի բան, եթե դուք հետևեք, եթե նույնիսկ մինչև այդ չեք ճշտել, չգիտեմ ով է հրապարակել դա, ով է այդ հարցում ուղարկել, ձեր լրատվամիջոցը թե մեկ այլ, եթե մինչև դա չի ճշտել, ապա մեր պարզաբանումից հետո գոնե հիմա այդ հարցը պետք է չտայք, չի եղել նման բան, երբևէ, մենք չենք ունեցել, մենք չենք, ես չեմ հերքում, չի եղել այդպիսի փաստ, որ ես դա հերքեմ, չի եղել պարզապես սխալը ձեր կողմից է, նման փաստի հղում անելը ձեր կողմից սխալ է պարզապես։ Կին Հակոբյան, գրասենյակ չեք ունեցել 168 ժամ, բայց փաստացի կառավարությունն է կարծեք ֆինանսավորել կրթելը նորաձև է շարժումը։ Սա առնչությամբ ձեր դիտարկումները եւ հաշվի առնելով, որ այս վերջին շրջանում ձեզ հետ հնարավոր չի այսպես հարցազրույցներ, ուղիղ այսպես ֆորմատներ իրականացնել, խուսափում եք լրագրողների հարցադրումներից մեկ էլ անհամարական եք այսպես արձագանքում, դրա համար հիմա հարցեր կան կուտակված, ես ձեզ խնդրում եմ նաև անդրադառնանք օրակարգային մի շարք հարցերի, որոնք հուզում են բոլոր քաղաքացիներին։ Այդ թվում օրինակ Մաքորեին լրացել է Սոնա Մնացականյանի ներողություն եմ խնդրում, ես ներողություն եմ, կարող եք ասել, բայց ես խնդրեցի եւ խնդրեցի հարգել իմ խնդրանքը, կարող եմ ինձ վերաբերող հարցին պատասխանել, կարող եմ ինձ վերաբերող։ Եթե ուզեի նախապես այդ հայտարարությունը չէի անի եւ ձեզ չէի խնդրի։ Ես հիմա ասեցի, այլ հարցերի չեմ պատասխանում։ Դե հիմա ազատ եք, կարող եք, եթե ձեզ չի հետաքրքրում այն ինչի մասին հիմա ես ասում եմ, ազատ եք, ընտրությունը ձերն է, ինչ վերաբերվում է կրթվելը նորաձևը շարժումը չի ունեցել ֆինանսավորում եւ կառավարությունը չի ֆինանսավորել կրթվելը նորաձևը շարժումը։ Կրթվելը նորաձևը շարժումը մինչեւ այսօր գոյություն ունի, կրթվելը նորաձևը շարժումը չի ենթադրում որևէ ֆինանսական շարժ։ Կրթվելը նորաձևը շարժման շրջանակում կառավարության ներգրավվածությունը եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որպես բանախոս հանդես գալու ժամանակ եւ կառավարությունը ոչ թե շարժումն է ֆինանսավորել, այլ կառավարության ղեկավարի մասնակցության մասն է ունեցել ընդհանրապես կրթվելը նորաձևը շարժումը չի ֆինանսավորվում, չի ֆինանսավորվել եւ չի ֆինանսավորվելու դա հասարակական շարժում է, հանրային շարժում է եւ չի ընդհանրում ֆինանսավորում։ Մինչեւ այսօր կրթվելը նորաձևը շարժումը չունի որևէ գրանցված մարմին, որը կարող էր ունենալ հաշվապահություն եւ այլն։ Միքայելը հիմնադրամը ունի կրթվելը նորաձևը շարժման ատճակից ծրագիր, որը հաստատված է հոգաբարձուների խորհրդի կողմից, որը իրենից ներառում է, ենթադրում է 6 տարբեր փուլով ծրագրեր։ Դրանք շարժման աջակից ծրագրեր են, որոնց մեջ մտնում են ակումբները, ինչպես նշել են լրատվամիջոցները, կրթաթոշակները, մեծ ոչ ուսանողական տարիքում գտնվող մարդկանց, որոնք հնարավորություն ունենան նորից սովորելու, լրագրողների մասնագիտական վերապատրաստման դասընթացները, նրանք բոլորը կրթվելը նորաձև է շարժման աջակից ծրագրի կոմպոնենտներ են, որը հաստատվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։ Տարբերությունը պատկերացրեցիք։ Ձեր պարզաբանումը ես լսեցի, ինձ հետաքրքիր է նաև հիմնադրամի անանուն նվիրատուների հետ կապված հարցը, որովհետև դա էլ է բավականին տարօրինակ, այս ընթացքում խոշոր նվիրատություններ են եղել անանունության հիմքով։ Սա խնդրահարույց չեք համարում։ Տեսեք, առհասարակ ոչ միայն Միքայելը հիմնադրամը, ընդհանրապես բոլոր բարեգործական հիմնադրամները գործում են եւ դրանց էությունը եւ փիլիսոփայությունն է նվիրատվությունների միջոցով ծրագրեր իրականացնելը։ Միքայելը հիմնադրամը գործում է իր շնորհիվ մեր բոլոր նվիրատուների մեզ փոխանցած նվիրատվությունների, որոնց շնորհիվ, որոնց աջակցությամբ մենք կարողանում ենք իրականացնել հսկայածավալ ծրագրեր
եւ կարողանում ենք օգտակար լինել մարդկանց։ Միևնույն ժամանակ նվիրատուն ինքը ունի իրավունք ընտրելու ուզում է անանուն մնալ, թե հրապարակվի իր նվիրատվության չափը եւ իր անունը։ Դա նվիրատուի իրավունքն է, որը նույնպես մենք պարտավոր ենք հարգել, ինչն էլ եւ անում ենք, ոչ մի խնդրահարույց բան չկա։ Տիկին Հակոբյան, դուք ասում եք, որ ձեր ազատ կամ արտահայտության խախտում է տեղի ունեցել, բայց այստեղ այդ խախտման մասին չի խոսքը, ոչ է ձեր որպես կին խախտման մասին է։ Գոյություն ունի բարեգործության արգելք, այդ դուք դա եք խախտել, ձեր հիմնադրամը դա եք խախտել, դա եք ֆիքսել։ Եվ օրինակ դուք ասում եք մի կապեք իմ անձը Նիկոլ Փաշինյանի ԽՊ-ի հետ։ Օրինակ ենթադրենք հիմա քաղաքական ուժերն մասնակցում են լուծումներին, իրենց կանայք որոշեն հիմնադրամներով ինչ որ ձեր տիպի աշխատանք իրականացնել։ Այդ մարդիկ տվյալ ուժի հետ կապ ունենան, թե չէ, կխախտի նրանց կանանց որպես կին իրավունքը։ Եվ քանի որ նաև հիմնադրամների նվիրատուների մասին խոսք եղավ, այսպիսին է տեսակետը, դուք ասում եք մեծ ծավալ աշխատանքներ են, բայց տարածված տեսակետ է նաև, որ այդ գործարարները, որոնք ձեր նվիրատուներ են, իրենց իշխանությունը արտոնյալ կարգավիճակում է պահում եւ ձեր շնորհիվ այդ մարդիկ բիզնես մեծ գործունեություն են իրականացնում, շատերի անունները ձեր հետ են կապում, ասում են ձեր բիզնեսն է նրանք ղեկավարում, այսինքն այդ խզացություններից դուք չեք կարող հեռու մնալ, որովհետեւ այդ ամեն ինչը ձեզ հետ է կապվում։ Տեսեք, դուք կարող եք մի քանի անգամ ավելի ինքնավստահ ինձ ասել, դուք դա եք խախտում բարեգործության մասին օրենքը եւ այլն։ Այն որ դուք դա այդպես վերջնական դե դրա համար անկախ դիտորդի դեմ մենք համապատասխան հայց ենք քննարկում ներկայացնել, որովհետև նույնիսկ անկախ դիտորդի հայտարարությունը վիճելի է եւ մենք դա դատարանում կվիճարկենք, բայց դուք անկախ նայած թե ես ասուլիսի սկզբում ինչ հայտարարություն արեցի, դուք վստահաբար, ես ուրախ եմ, որ դուք ձեզ դատավորի դերում եք զգում եւ ասում եք դուք դա եք խախտում։ Մենք դա ես ինչպես տեսակ խոսքը գնում էր իմ երկու հայցով ենք դիմելու դատարան եւ մեկը վերաբերում է իմ քայլը հիմնադրամին վերագրվող այսպես ասած օրենքի խախտումը, որով մեծ վնաս են հասցրել մեր հեղինակությանը եւ մենք դատարանում կխոսենք, խախտում ենք մենք դա թե չենք խախտում, դուք արդեն կարծես թե վերջնական որոշումը դատարանի կայացրեցիք եւ ես ձեզ ասեցի մեջբերեցի բարեգործության օրենքը կապ ունի թեկնածու է հիմնադրամի գործադիր ղեկավարը, հիմնադրամի հոգաբարձուները թեկնածու են թե չէ, տվյալ քաղաքական ուժի ղեկավար մարմնի մաս են թե չէ, դրանք բոլորը նրբություններ են, գուցե նյուանսներ են, որոնք ձեզ հետաքրքիր չեն, բայց էական են։ Առնվազն դատարանում էական կլինեն, այնպես որ մի շտապեք վերջնական վերդիկտներ հայտարարել, իբր մենք որևէ բան խախտում ենք։ Հիմա նորմալ դա համարեք, ասում կրտեսնեք խախտում չկա, եթե օրինակ այդ ուսակցությունները ես ասեցի կանայքի իրենց հիմնադրամներով բարեգործություն անեն։ Դուք այդտեղ կտեսնեք, եթե խոսեն այդ մասին, կանանց իրավունքների խախտում, կտեսնեք այդտեղ, որ իրենք բարեգործության արգելքը չեն խախտում։ Եթե դուք հետևեք իմ գործունեությանը, հետևեք իմ Facebook-յան գրառումներին, դուք կտեսնեք, որ ես մշտապես շատ դեպքերում տեսնում եմ կանանց իրավունքների խախտումներ, այն դեպքերում, երբ որ նույնիսկ լրատվամիջոցները չեն տեսնում եւ արտահայտվում եմ դրա մասին։ Դուք կտեսնեք դա։ Իսկ եթեով չեմ կարող ձեզ ասել։ Եթե հետ նայեք եւ ուսումնասիրեք իմ Facebook-յան գրառումները եւ հայտարարությունները, կտեսնեք, որ ես շատ տարբեր դեպքերում, երբ որ նույնիսկ աղմկոտ չեն դեպքերը կամ երբ որ նույնիսկ չնկատելու են տեսնում եմ կանանց իրավունքների խախտումներ այն դեպքերում, երբ որ ոչ ոք չի տեսնում։ Եվ հիմնադրամի Երբ պատրաստ լինեմ, ձեզ անպայման կհրավիրեմ։ Շնորհակալություն։ Համեցեք, վերջացրեք, դուք թող վերջացնեմ։ Ձեզ հետ կապված այդ գործարարներով հետ իրադրություն են անում հիմնադրամին, հայտնվում են արտոնյալ կարգավիճակում, այդպիսի տեսակետը, ես էլի ոչ դատավոր եմ, ոչ վերդիկտ եմ կայացնում, ասում են շատերը անունը կապում են, շատերի բիզնեսը կապում են ձեր անվան հետ, այս առումով դուք ունեք որևէ բացատրություն։ Ես ունեմ ասելու, որ դա սուտ է, ես բացատրություն չունեմ եւ պարտավոր չեմ սուտ ինչ ասեցի կարծիքներ կան այդպիսի,
Դա սուտ է, իրականության չհամապատասխանող կարծիքներ են, որոնք թևածում են արդեն մի քանի տարի շարունակ։ Եվ եթե որևէ մեկը ուզենա, լրատվամիջոցների մեջ եմ ասում, շատ հեշտությամբ կհիմնավորի եւ կբացահայտի այդ սուտը։ Ես իմ հերթին ուղղակի ասում եմ, այդ բոլոր կարծիքները եւ այդ բոլոր խոսակցությունները սուտ են, պարզապես սուտ, մերկ սուտ։